Հայաստանում ներքաղաքական դաշտը ինչպես հաճախ է լինում ճգնաժամային պահերին կանգնած է համագործակցության և հակասության խաչմերուկում։ Վերջերս Հայոց համազգային միասնություն կուսակցությունը հանդես է եկել միասնության նախագիծ անվանումը կրող նախաձեռնությամբ, որի նպատակն է ընդդիմադիր ուժերի միջև ձևավորել ընտրական փուլում համագործակցության մեխանիզմ, կանխելու գործող իշխանության վերարտադրությունը։ Այսօր մեր զրուցակիցն է Հայոց համազգային միասնություն կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը։ Զրույցի ընթացքում կփորձենք պարզել, թե ինչ է իրականում ենթադրում միասնության նախագիծը, որքանով է այն իրատեսական ներկա քաղաքական պայմաններում և ինչ հնարավորություն է առաջարկում այս նախագիծը հայաստանյան ընդդիմությանը։ Բարև ձեզ, և միանգամից առաջին հարցը, ինչ խնդիր է փորձում լուծել միասնություն նախագիծը և ինչու է այն պետք այժմյան ներկա իրադրության մեջ։ Նախ ուզում եմ, որպեսզի մեր հանրությունը հասկանա, թե ինչի մասին է մեր նախագիծը։ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը առաջարկում է հերթական կամ արտահերթ ընտրություններին համախմբել քվեները, այսպիսով 50% չհավաքած, սակայն ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին ապահովելով ամբողջական ընդդիմադիր քվեներով։ Սա կտա հնարավորություն, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Այսինքն մենք առաջարկում ենք Գյումրու օրինակով պայմանավորվել ափին, թե ինչ ուժերով են գնում, ստեղծենք միասնական ճակատ եւ այդ ճակատով գնանք ընտրությունների։ Դա կլինի հերթական թե արտահերթ։ Ուրեմն միասնության նախագիծը նախատեսում է նաեւ, որ մենք ըստ էության փորձելու ենք ամբողջական ընդդիմադիր դաշտի գույքագրում իրականացնել, հասկանալու համար, թե ովքեր են ընդդիմադիր կուսակցություններ, ովքեր են միանալու գործող իշխանությանը, որպեսզի մեր հանրությանը եւ մեզ համար բոլորիս պարզ լինի, թե ինչ վիճակով ենք մենք գնալու առաջիկա ընտրություններին։ Դուք գիտեք, որ պայթյունավտանգ է թե տարածաշրջանը, թե եկեղեցու դեմ են իրականացվում տարատեսակ հարձակումներ իշխանությունների կողմից, եւ այս իրավիճակում անհասկանալի է մնում, թե ինչպես է իշխանությունը շարունակելու իր գործունեությունը։ Դրա համար մենք հասկանալով, որ գործընթացները շատ արագ են զարգանում, հիմա արդեն իսկ պատրաստում ենք արտահերթ կամ հերթական ընտրությունների, կախված դրանց ժամկետներից մեր առաջարկը չի փոխվում, սա չի ենթադրում որևէ քաղաքական կոալիցիա կազմել ընդլայնված իմաստով, այլ ուղղակի ապահովելու է ամենաշատ ընդդիմադիր քվեներ հավաքած քաղաքական ուժին ապահովելու ուրեմն ձայներով, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի։ Ըստ ձեզ այսօր ընդդիմադիր դաշտը արդյոք ունակ է գալ համագործակցության դաշտ, հաշվի առնելով, որ հենց ընդդիմության ներսում կարծես թե ինչ-որ խմորումներ են տեղի ունենում եւ որևէ հակասություններ կան, եւ արդյոք այս նախաձեռնությունը դատապարտված չէ, հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները։ Մենք չենք առաջարկում որևէ, ես նոր ասացի, որ մենք չենք առաջարկում որևէ կոալիցիայի ձևավորում, մենք չենք առաջարկում դաշինքներ, մենք առաջարկում ենք, մենք բոլորս միակարծիք ենք, չէ, այն մասին, որ պետք է գործող իշխանությունը հեռացվի իշխանությունից։ Եվ սրա մասին այս նախագիծը որևէ կերպ չի խոչընդոտում որևէ գործընթացի։ Երկրում տեղի են ունենում տարատեսակ գործընթացներ, այս նախագիծը նրա մասին է, որ մենք ուղղակիորեն ապահովում ենք ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Երկրորդը մենք մեր հռչակագրի մեջ նաև նշում ենք, որ եթե կա որևէ կուսակցություն կամ դաշինք, որը 50%-ի շեմը կհաղթահարի, ապա հռչակագիրը դադարում է գոյություն ունենալ։ Այսինքն մեր նպատակը որևէ քաղաքական շոուի էլեմենտների ապահովումը չէ, մենք ուղղակիորեն գույքագրում ենք, թե ովքեր են ընդդիմադիր կուսակցությունները եւ ինչ համամասնության ենք մենք գնալու ընտրությունների։ Ուղղակիորեն մեր առաջարկը քվեների ապահովումն է, այսինքն այն խմորումները, այն իրադարձությունները, որոնք զարգանում են այսօր, որևէ կերպ նախագծի ստորագրմանը չեն խոչընդոտում մեծ հաշվով։ Եթե ավելի պարզ, ապա ինչ մեխանիզմով է աշխատելու այս համագործակցությունը եւ օրինակ ինչ ընթացակարգով պետք է որոշվի, թե որ ուժն է արժանանում մյուսների աջակցությանը։ Տեսեք, մենք այս պահին բոլոր ընդդիմադիր ուժերին ուղարկել ենք, այսինքն բոլոր կուսակցություններին բացի գործող իշխանությունից ուղարկել ենք մեր հռչակագրի նախագիծը եւ բոլորի հետ ինտենսիվ ընթանում են բանակցություններ, բոլորի հետ հիմա հանդիպում ենք, քննարկում ենք նախագիծը եւ թե որ ուժի հետ
ինչ համամասնությամբ, չգիտեմ, կամ որ ուժը առաջինը կստորագրի կամ երրորդը կստորագրի, մեծ հաշվով որևէ կապ չունի։ Մենք բոլորի հետ պատրաստվում ենք կնքել հռչակագիրը, մենք առաջարկում ենք բոլորին կնքել եւ դրանով իսկ հասկանանք, թե ինչ ուժեր են գնալու ընտրության եւ ինչ տեսակետով։ Այսինքն մեր հանրության համար առավել քան պարզ կլինի, թե ովքեր են ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք որ մասնակցելու են ընտրությունների միասնական ճակատով։ Մեր պատմությունը առհասարակ խոսում է նրա մասին, մեր երկրի պատմությունը, որ մենք միայն միասնությամբ կարող ենք հաղթել։ Մենք փորձում ենք ապահովել միասնական դաշտ։ Այն պառակտումները, որոնք տեղի են ունենում այսօր քաղաքական դաշտում, միայն եւ միայն սպասարկում են իշխանության շահը։ Մենք պետք է փորձենք գտնել եզրեր համագործակցության եւ մեր նախագիծը հենց այդ համագործակցության եզրերը գտնելու մասին է։ Շատ լավ, եւ վերադառնալով կամ հիշելով Գյումրիի նախադեպը, ըստ էության Գյումրիում կիրառվեց հենց այն մեխանիզմը եւ այն մոդելը, որը որ դուք եք առաջարկում, ընդդիմության ձայները տրվեց ավելի շատ տեխնացություն, ավելի շատ ձայներ հավաքած մյուս ընդդիմադիր կուսակցությանը, բայց գործընթացը բավական բարդ էր։ Մենք տեսանք, որ հանրությունը բավականին երկար ժամանակ սպասում էր, թե ով է դառնալու Գյումրիի քաղաքապետը։ Այս պարագայում սա կրկին ինչպես է աշխատելու, ինչպես է լինելու այս ամենը։ Դուք շատ տեղին նշեցիք, քանի որ մենք ունենք այդ օրինակը, մենք այդ օրինակից ելնելով հիմա առաջարկում ենք արդեն իսկ հիմա ստորագրել նախագիծը, որի արդյունքում այլևս սպասելու կամ, չգիտեմ, հանրության կողմից անվստահության որևէ զգացողություն չունենալու համար մենք դրա համար ենք առաջարկում, ասում ենք եկեք հիմա պայմանավորվենք, մենք ունենանք այն ցանկը կուսակցությունների, որոնք ընտրությունների արդյունքում կունենան տարբեր քվեներ եւ մենք կիմանանք, որ այս կուսակցությունները արդեն ստորագրել են իրենց համաձայնություն այն մասին, որ իրենց ձայնը տալու են ընդդիմադիր ամենաշատ ձայներ հավաքած ուժին։ Այսինքն Գյումրու օրինակով մենք սպասում էինք, թե ինչ որոշումներ կայացնեն, մենք ըստ էության հիմա ասում ենք եկեք հիմա որոշում կայացնենք։ Մենք իշխանափոխություն անում ենք, թե չենք անում։ Եթե մենք բոլորս միտված ենք իշխանափոխության, ինչու՞մն է խնդիրը։ Որևէ խնդիր չկա, որևէ կոալիցիայի ձևավորում կամ մեկը մյուսի հանդեպ որևէ պարտավորվածություն չի ունենում։ Մեր միակ պարտավորվածությունը մեր ժողովրդի առաջ լինում է միայն իշխանափոխություն, այսինքն ապահովել առավելագույն ձայներ հավաքած կուսակցությանը կամ դաշինքին քվեներով, որպիսի բացառենք այս չարիքի գործող այս վարչախմբի թրքահպատակ իշխանության ուրեմն հետագա պաշտոնավարումը կամ իշխանազավթումը, հա, որովհետև մենք գիտենք տարբեր քաղաքների օրինակից, թե Երևանի, թե տարբեր քաղաքների օրինակից, թե ինչերի ընդունակ գործող իշխանությունը։ Դրա համար մենք առաջարկում ենք հիմա պայմանավորվել եւ գնալ ընտրությունների արդեն այս օրակարգով։ Ես էլ եմ ասում, եթե որևէ ուժ կարող է հավաքել 50-ից ավել ձայներ, մենք հռչակագրով ամրագրում ենք, որ հռչակագիրը դադարում է գոյություն ունենալ։ Այսինքն մենք չունենք նպատակ, չգիտեմ, քաղաքական ինչ-որ շոուների մեջ մտնելու կամ որևէ պառակտման գործընթացների մասնակցելու կամ ինչ-որ մեկին ուժեղացնելու կամ թուլացնելու։ Մենք առաջարկում ենք օրակարգ միասնությամբ, ամբողջական ընդդիմադիր դաշտով հանդես գալ որպես մեկ ընդդիմություն եւ ապահովել ամենաշատ ձայներ հավաքած ուժին։ Ես կարծում եմ եւ մենք վստահ ենք, որ սա ամենաճիշտ տարբերակն է, որով կարելի է գնալ ընտրության։ Տեսեք, գաղափարը նույնն է, այսինքն բոլոր ընդդիմադիրներին առաջարկում եք պայքարել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության, բայց ի վերջո բոլորի ձայները պետք է բաշխվեն եւ ի վերջո պետք է ձևավորվի նոր կառավարություն եւ այստեղ արդեն դիսոնանս չի առաջանալու, թե որ կուսակցությանը ինչ պետք է հասնի։ Որ կուսակցությանը ինչ կհասնի, կարծում եմ դա կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրությունների ժամանակ, այսինքն քվեների բաշխմամբ մենք կհասկանանք, թե ովքեր որքան ձայներ են հավաքել, այդ խոսակցությունները այսպես թե այնպես ընտրությունների ժամանակ լինելու են պորտֆելների։ Եվ հենց ընտրության մասին է ուզում հարցնել, ինչպես եք պատկերացնում, որ ընդդիմադիր մրցակցող ուժերը, որոնք պայքարում են նույն ընտրազանգվածի համար, ընտրություններից հետո կարողանան համախմբվել առանց որևէ միջադեպ առաջացնելու։ Դրա մասին ենք խոսում, ասում ենք եկեք հիմա պայմանավորվենք, որպեսզի հետագայում խոչընդոտներ չունենանք պայմանավորվածություններն ինչպես եք պատկերացնում, օրինակ ինչ պայմանավորվածություն եք դուք առաջ բերում։ Մեր պայմանավորվածությունը հետևյալի մասին է, մենք բոլորով առաջադրում ենք ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության առաջադրած վարչապետի տեխնացուին եթե Ընթացիկ որևէ տարաձայնություններ չեն առաջանալու։ Ընթացիկ ինչ տարաձայնություն կարող է առաջանալ ըստ հռչակագրի, ոչ մի, եթե ինչ որ տարաձայնություններ իմ նախորդ հարցերից մեկին ընդդիմության ներսում այժմ էլ կա հակասություններ։ Օրինակ նույն հակասությունները կրկին գլուխ բարձրացնեն հենց այդ ժամանակ։
Շատ լավ, իրենք իրար մեջ ոնց կպայմանավորվեն, իրանք իրար դեմ կամ իրար կողմից ոնց կպայքարեն հետագայում, դա ժամանակը ցույց կտա։ Մեր նախագիծը բացարձակ սրա մասին չի։ Մեր նախագիծը նրա մասին է, որ անկախ նրանից վերջը գնալու են ընտրությունների, ինչ որ մեկը հավաքելու է ավելի ձայներ, քան մյուսը, չէ՞։ Եվ այս առումով մենք մեր ժողովրդին պետքա ցույց տանք, որ մենք իշխանափոխություն ենք անում, թե չէ, որովհետև ընդդիմության ձայներ տվողները կներեք, բայց այն մարդիկ են, ովքեր ուզում են, որ այս չարիքը հեռանա իշխանությունից։ Սրանով մենք մեր ժողովրդին ասում ենք, որ մենք պայմանավորվել ենք, որ ձեր քվեները կապահովենք մի նպատակի համար, գործող իշխանությանը ուղղակի հեռացնելու։ Սրա մասին ենք մենք խոսում, թե չէ գործող այս դաշտում ինչ է տեղի ունենում, ինչ խմորումներ են տեղի ունենում, սա այլ հարց է։ Մեր խնդիրը հիմա ապահովել իշխանության ուրեմն հեռացումը աթոռներից, որովհետև այս մարդիկ մեր պետությունը կանգնացրել են անդունդի առաջ։ Ես էլ եմ ասում, որ այսօր շատ թեժ է տարածաշրջանը եռում է եւ կարծես այս իշխանությունը նոր է զարթնել, ասում են խնդիր է Հայաստանի համար Իսրայելի եւ ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ այս հակամարտությունը, հա, խինոր են իմանում, որ Իսրայելի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև կա հակամարտություն, ոչ նոր չեն իմանում։ Բացի սրանից, մենք գիտենք, որ մեր անվտանգության բարձիկներն են ապամոնտաժել այս իշխանությունները։ Հայաստանը հիմա ուղղակի կանգնած է Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը այնտեղ է պատերազմում, Ռուսաստանը զբաղված է իր խնդիրներով, մենք մնացել ենք Թուրքիայի առաջ մի իշխանության ղեկավարով, որը ամբողջ օրը գնում է եւ Թուրքիայի նախագահի կներեք, բայց կոռեկտ չլինի, կոշիկները մաքրելով ման է գալիս, սխմած այդ գիրքը կրծքին ման է գալիս։ Հիմա էլ գնացել է ընկել է մեր եկեղեցու հետևից։ Այսինքն սա չարիք է, որին պետք է հեռացնենք։ Ասում ենք եկեք պայմանավորվենք, բոլորով այս մարդուն հեռացնենք, հետո պորտֆելներ կբաժանվեն, ինչ կլինի, դա հետոյի հարց է։ Մենք հիմա ասում ենք եկեք մենք միասին սրան հեռացնենք։ Ուղղակի սրա մասին է խոսքը։ Խոսեցիք եկեղեցու մասին եւ նախագծում նույնպես նշվում է հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված բոլոր ոտնձգությունների մասին։ Պետություն եկեղեցի հարաբերություններում որոնք են այս պահին ամենավտանգավոր միտումները։ Ամենավտանգավոր միտումն այն է, որ գործող իշխանության պարագլուխը խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը մի քանի կետերով հարձակվել է ուղղակիորեն հայ առաքելական եկեղեցու վրա, որի իրավունքը նա բացարձակապես չունի։ Սա վտանգ է, թե վտանգ չէ։ Հայ առաքելական եկեղեցին այն կետն է, որը համախմբում է մեր ժողովրդին, պահպանում է մեր ժողովրդին։ Մենք դարեր շարունակ գիտենք, որ եկեղեցին ունեցել է մեծագույն դերակատարում մեր պետության գոյության հարցում եւ այս առումով այս մարդու գործողությունները ուղղակի համահունչ ադրբեջանական օրակարգի սպասարկումն է։ Պետք չի հիշեցնեմ Փաշազադեն ինչեր է հայտարարում եւ դրան զուգահեռ Փաշինյանը ինչեր է հայտարարում, հա, կարծես թե ազգանուններով էլ ոնց որ մոտիկ են իրար, մի քիչ էլ նման են։ Հիմա այս մարդիկ պայքարում են մի մասը Ադրբեջանից, մյուս մասը Հայաստանից պայքարում են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սա խնդիր է, թե խնդիր չի, իհարկե։ Փաշինյանը ոչ ուղիղ տեքստով, բայց կարծեք թե ասում է, որ հեղափոխությունը եկեղեցում չի եղել, եւ եթե հեղափոխություն եղել է երկրում, ապա դա պետք է տեղի ունենա նաեւ եկեղեցում, որպեսզի մենք հասնենք ամբողջական մաքրման։ Իսկ ինքը ով է, որ դա որոշի, ինքը ինչ իրավունք ունի։ Հեղափոխություն կատարած անձն է։ Ինչ կապ ունի դա եկեղեցու հետ։ Ինքը սահմանադրությունը խախտելով հիմա փորձում է նաև զավթել եկեղեցին։ Մենք տեսանք իր արած շակերտավոր հեղափոխությունը ինչի բերեց։ Ես որպեսզի մեր հանրությունը մի փոքր թարմացնենք հիշողությունը, ես առաջարկում եմ մեզ դիտող հայրենակիցները գնան եւ դիտեն 2018 թվականի հրապարակի հայտարարությունը, ինչի մասին էր խոսում եւ ինչ է անում։ Եթե դրանց մեջ կգտնեն որևէ կետ, որտեղ համընկել է այդ ամենը, կներեք, ես կասեմ, որ ուրեմն հաստատվել։ Այդ մարդը ինչ ասել է, հակառակն արել է։ Ինչ է եկել էր ասում էր, ես եկեղեցու դեմ եմ պայքարելու, կարող է եկել էր ասել էր, որ ինքը, չգիտեմ, գնալու է Արցախը հանձնելու ուղղությամբ, կամ ասել էր, որ ինքը գնալու է Թուրքիայի նախագահային կրծքին սեղմի կանգնի, չգիտեմ, ինչ էր ասել հրապարակում 2018 թվականին, ինչ հեղափոխության մասին է խոսքը։ Հեղափոխություն չկա, այս մարդը ուզուրպացնում է Հայաստանի Հանրապետության բոլոր հիմնասյուները, հետագայում դրանք ապամոնտաժելու նպատակով։ Ինքը հիմա քանդում է հայ առաքելական եկեղեցին իր լկտի բառամթերքով, անպարկեշտ հայտարարություններով, որը հարիր չէ
ուղղակի մարդուն հարիր չէ հանրային այդպես խոսել, ուր մնաց երկրի ղեկավարի աթոռին հայտնված մարդու։ Այնպես որ հարցը արդյոք սա վտանգավոր է թե վտանգավոր չէ, միանշանակ սա վտանգում է ոչ միայն եկեղեցին, այլ ամբողջ հայոց պետականությունը։ Շատ լավ, դուք ձեր խոսույթում նաև նշեցիք քաղաքական եւ բարոյական պատասխանատվությունը։ Այս փուլում ինչպես եք պատկերացնում եւ պատրաստվում ամրապնդել վստահությունը մի համակարգում, որտեղ հանրությունը հիասթափված է իրենց խոսքով ասեմ նախկին եւ ներկա քաղաքական միավորներից, իսկ հանրությունը այս պահի դրությամբ կարծեք թե փորձում է աջակիցը լինել Փաշինյանի կառավարությանը հիասթափված լինելով նախկին համակարգից։ Ես չեմ կարծում, որ այդ օրակարգը այս պահին կա, որ Փաշինյանի օրակարգն են հանրության մեջ կան շերտեր, որոնք աջակցում են գործող իշխանությանը, որովհետև բոլորի համար էլ արդեն իսկ պարզ է, որ այս մարդը ձախողված է, ձախողել է ամեն ինչ, ամենուրեք, բոլոր հնարավոր եւ անհնարին տեղերում ինքը ձախողված է, ինչը մնում է հանրության հիասթափությանը, եւս մեկ անգամ վերադառնա մեր հռչակագրին, հա, մեր հռչակագիրը հենց նրա մասին է, որ մեր հանրությունը սկզբից տեսնի, որ այո, կա պայքար, նախկին են դրանից առաջվա իշխանություններ են, թե նոր ձևավորված կուսակցություններ են, ինչպես ասենք մեր կուսակցությունն է նոր ձևավորված, հա, մարդիկ իմանան, որ տեղի ունենալու իշխանափոխություն, այսինքն երբ քաղաքացին տեսնի, որ մարդիկ արդեն ստորագրել են նրա տակ, որ միասին ամբողջական դաշտով պայքարելու են գործող չարիքի իշխանության դեմ, կգնան ավելի մեծ հավանականությամբ ընտրությունների, քան երբ իմանան, որ պառակտված դաշտում արժի արդյոք գնալ սրան ձայն տալ կամ նրան ձայն տալ, երբ մարդը չգիտի այդ պառակտման արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ։ Պառակտման գործընթացը գործող իշխանության օրակարգն է։ Սա ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանի։ Մենք պետք է սա հասկանանք, որ միասնությունը միայն կարող է սրանց վռնդել իշխանությունից։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Շնորհակալություն ես։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցակիցս Հայոց համազգային միասնություն կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն էր։